Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, հրավերս ընդունելու համար, խորհրդարանից եք գալիս։ Այսօր փոխանակ Հայաստանի սպառնացող անվտանգային խնդիրները լինեին թիվ 1 օրակարգում, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր իր հայտարարությունները և շարունակում էր համոզել, հավաստիացնել հանրությանը, որ Հայաստանը երբևէ այսքան պաշտպանված չի եղել, նա այսպես մեկնաբանել է անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին ու մարտահրավերներին և որպես իր հավաստիացման հիմք խոսել է Հայաստան-Ադրբեջան իբրև թե խաղաղության օրակարգի մասին ու Թուրքիայի հետ, ինչպես ինքն է ասել, ակտիվ երկխոսության մասին, այսինքն սրանք են իր կարծիքով այդ պատրաստվածության հիմքերը, իսկ վաղը արդեն նա մեկնելու է Անկարա, ինչի վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը մի տարածաշրջանում, որտեղ արդեն պատերազմ է եռում արդեն 7-րդ օրը և այդ պատերազմը շատ մոտ է մեզ։ Իրականում այս երկու օրը հարցի ծավալը շատ մեծ էր, ենթահարցերով պատասխանեմ։ Այս երկու օրը հերթական է ցուցիչն էր, թե մեր երկիրը ոնց է կառավարվում սրանց կողմից։ Դե արդեն տարիներ շարունակ բարձրացնում ենք իրականում։ Ես հիշում եմ մի անգամ նորից այս փաստ այդ կառավարության նիստերի օրինակով, որ մարդիկ հասկանան, թե իրանց ճակատագիրը ում ձեռքերում է։ Նախ այդ Facebook-ում ստատուս գրելու այդ ամբողջ process-ը, մեր աչքի առաջ է դահլիճում է կատարվում, որ ուղղակի ամբողջ օրվա այդ բանուգործ թողած այնտեղից գրառումներ է անում։ Առաջի գրառումը, որ Սամվել Կարապետյանի դեմ գրեց, մեր պատգամավորի գործընկերներն են պատմում, մենք այդտեղից վեր թռավ ու սկսեց կտկտացնել։ Եվ դուրս է եկել դահլիճից, մինչև հասած սերինակ, մենք տեսա արդեն գրությունը դրել են, նոր մտա դահլիճ, մեր գործընկերներն ասում են նոր գրված սկսեց գրել ու անդադար գրում էր։ Իրականում նայեք հեռուստադիտողը ամեն մեկը թող վերցնի իր ընտանիքի վրա։ Ընտանիքի ղեկավարը, եթե ամբողջ օրը պարկի հեռուստացույց բազմոցի վրա պարկի հեռուստացույց դիտի, կամ ամբողջ օրը հեռախոսի մեջ մտնի, այդ ընտանիքը անտեր է։ 2 օր ազգային ժողովի դահլիճում ուղղակի աբսուրդ էր։ Այսինքն մենք մեր երեխեքի վրա ենք խոսում, որ հերիք է հեռախոսի մեջ մտնեք, ամբողջ այդ ընթացքում այդ մարդը կարող է կառավարման գործը թողած ամբողջ օրը կոմենտները կառավարում էր, իրավապահ համակարգին էր կառավարում, դա կառավարում չի, ցուցումներ էր տալիս, դա կառավարում չի, կառավարումը խնդիրներ լուծել է, կառավարումը երկրի անվտանգային 1000 տեսակ հարցեր բարձրացնելը քննարկելն է, կառավարիչը իրականում արդեն 7 անգամ կառավարության շենքում ժողով պետք է աներ, խորհրդակցություններ պետք է աներ, միջոցներ ձեռք առներ, Իրանի և Իսրայելի այս պատերազմական իրավիճակի հնարավոր զարգացումների հարցը քննարկելու դիցուկ արդեն նկատվող իրանցիների ներհոսքը Հայաստանի Հանրապետություն կարգավորելու, դրա անվտանգային բաղադրիչը կազմակերպելու, որովհետև ընդհանրապես փախստականների հոսքը նաև ներքին անվտանգային հարցեր են առնչվում։ Ով ասես կարող է իրանցիների անվան տակ գալ Հայաստան։ Այսինքն նայեք, այնքան բազմաշերտ է այդ իրանցիների հոսքը։ Հայտնի բրոկերներից մի երկուսի հայտարարություն գրառումներ եմ տեսել եւ նաև ռուսական այդ միգրանտների հոսքի փորձի նկատի ունենալով, որ մեծ հոսքերի դեպքում բնակարանների շուկայում գնային բարձրացումներ են լինում, որը ունի հետևանք նաև, որովհետև բնակարաններից շատ-շատերը նաև Արցախի Մերկուր եղբայրների վարձակալածն են եւ դառը փորձն է նաև սեփականատերերի կտրուկ գին բարձրացնելու դեպքում ինչ հարված է նաև հետևանք հարված է գալու։ Գումարած անվտանգային հարցը, որովհետև շատ հաճախ Իրանի դիրքորոշումը Զանգեզուրի հետ կապված, Սյունիքի հետ կապված այդ կոշտությունը միշտ սաստում էր նաև հարևաններին։ Այսօր Իրանը ներփակված է ներքին այդ ռազմական գործողությունների մեջ եւ այդ գործոնը Հայաստանի անվտանգային համակարգի բավականին թուլացել է։
ու հազար մի տեսակ հարցեր։ Բայց տեսեք, նա երեք էլ պնդում էր, որ ոչ Հայաստանի սպառնալիք չի Սյունիքին մասնավորապես, Սյունիքի առումով սպառնալիք չկա։ Ուղիղ հարցին Սյունիքի վերաբերյալ սպառնալիքների մասով հենց Իրան-իսրայելական այս խնդրով պայմանավորված նա երեք ճեպազրույցի ընթացքում ասաց Սյունիքին սպառնալիք չկա։ Սյունիքի գլխին սպառնալիք չկա։ Պարսիկներն ասում են հալվա ասելով բերանը չի քաղցրանա։ Այդ պատերազմ չի լինելու, որ մեր գործընկերը Քրիստինե Վարդանյանն ասաց, պատերազմ որ չի լինելու, ինք խոսում է Ադրբեջանի ու Հայաստանի անունից, Ադրբեջանը այնքան թուղթ ստորագրելուց հետո այնքան գործողություններ Բայց չի էլ ստորագրել։ Այդ հայտարարությունն է այն ժամանակ։ Հիմա որևէ փաստաթուղթ չկա եւ այդ ինքնախաբեությունը փորձ է հասարակությանը հոգեբանորեն այսպես ռիլաքս վիճակի բերելու, որ ամեն ինչ լավ է, էլի ոչ մի բան չկա։ Այն ծաղիկի մեջ եղած մեղվի կամ թիթեռի նման, որ ամեն րոպե կարող է հարվածել, բայց ինքը վայելում է այդ փոքր ծաղիկի քաղցրությունը միայն։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, նախ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների դեպքում աշխատանքային այցերը աննախադեպ են կամ ես տեղյակ չեմ։ Մինչև հիմա Հայաստանի ղեկավարներից ով մեկնել է Թուրքիա, եղել է կամ միջազգային համաժողովների մասնակցության համար, ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանը ԵԱԿ գագաթնաժողովը Ստամբուլում էր, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ մեկնել էր Սևծովյանին, հետո Օզալի հուղարկավորությանը, Սերժ Սարգսյանին ֆուտբոլային դիվանագիտություն առանձին պրոցեսեր է, ֆուտբոլ նայելու դիվանագիտական քայլեր, շատ անակնկալ է, դեպ երեք ինքը ընդունեց, որ նույնիսկ այս հարցում թուրքերի հետ ազնիվ հարաբերություն չկա, որտեղ եթե պայմանավորվում են երկու երկրի ղեկավար, դե առաջին դեպքը չի որ խախտել։ Այո, փոխայցելության իրենց գրասենյակները համաձայնեցնում են նույնիսկ ժամի դեպքում ժամն են համաձայնեցնում երկու հաղորդագրություն նույն բովանդակությամբ, բայց թուրքերը հայտարարեցին, սրանք մնացել են եշի ականջում քնած, ինչպես եղավ նաև Ադրբեջանի հետ սահմանազատման սահմանագծման հանձնաժողովի այդ համաձայնեցված աշխատակարգի, որ ադրբեջանցիները հայտարարեցին, մանրամասներն ասեցին, մինչև ապա-թափալ սրանք հետին թվով ասեցին, որ ճիշտ է եւ նույնը հրապարակել։ Դե այդպես վերջին տարիներին է, վերջին եթե ոչ 7, ապա 5 տարիներին հաստատ մենք ինֆորմացիաները իմանում ենք կամ Անկարայից կամ Բաքվից եւ պաշտոնական Երևանը հետին թվով միայն հաստատում է, ուրիշ ոչ մի բան։ Միայն այստեղ չի, այսինքն տարբեր միջազգային շփումներում, օրինակ նույն Պուտինի հետ հանդիպումների մամլո հաղորդագրություններ, նույն Վաշինգտոնի դեպքում եղած հաղորդագրությունների շատ-շատերը մյուս կողմի եւ հայկական կողմի հաղորդագրությունները խիստ տարբեր են լինում, որը ուղղակի փնթիության, անօգնականության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։ Գանք Անկարա այցին, պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը կարծում եմ մեծ սպասումներով է գնում Անկարա Էրդողանին հանդիպելու, որովհետև եթե վերջին 2 օրերին նրա հայտարարությունները փորձենք վերլուծել, այն հայտարարությունները, որոնք արդեն հիշատակեցինք, որ պատերազմ չի լինելու խաղաղություն, որ Հայաստանը երբեք այսքան պատրաստված չի եղել տարածաշրջանային մարտահրավերներին, որ դրանց հիմքը փաստորեն այդ երկու գործընթացներն են, որոնք իրականում իմիտացիա են։ Նիկոլ Փաշինյանը հույսը ում վրա է դրել, որ Էրդողանը պիտի սանձի Ալիևին։ Էրդողանի ողորմածությամբ թերևս, մենք մի շատ կարևոր տար վաղը Փաշինյան Էրդողանի հետ պետք է հանդիպի, բայց դրանից մեկ օր առաջ այսօր Ադրբեջանի նախագահը Թուրքիայում է, Մարաշում թաղամասի բացման են մասնակցում։ Քաղաքական կարևոր ժեստ է Թուրքիայի կողմից, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ փոխկապակցված են Ադրբեջանի հետ եւ ցանկացած հարց պետք է դիտել թուրք-ադրբեջանական տանդեմի պրիզմայով։ Թերևս Նիկոլ Փաշինյանի հույսն էլ Էրդողանի ողորմատությունը ստանալ եւ փորձը համոզել, որպեսզի Էրդողանը ի վերջո Ալիևից ստանա այդ ստորագրությունը կամ ստորագրությունը թուղթ է նվեր տա Նիկոլ Փաշինյանին, որ ընտրություններին դառնա այդ սպիտակ թուղթը ժողովրդին հերթական անգամ խաբելու։ Կան տեղեկություններ մամուլում, որ չեմ ցանկանա դրանց անդրադառնալ, չեմ սիրում ընդհանրապես չիմացածս
տեղեկությունը։ Իդեպ ոչ մեկ լրատվամիջոցի արդեն վերջին 2-3 օրերին տարբեր լրատվամիջոցներ այդ մասին գրում են։ Նույն լրատվամիջոցի վրա հողում տալով, բայց իմ համար ակնառու էր մի բան եւս։ Երեք Էրդողանի պաշտոնական կայքում հրապարակվեց լուրը, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, ինձ համար տարօրինակ էր եւ անհանգստացնող, լուրը ուղղակի արձանագրել փաստ, որ աշխատանքային այցով ամսի 29-ին լինելու է։ Ավանդաբար այդ այցին 1-2 նախադասության ինչ է լինելու ձևաչափը, ինչ է լինելու, հայ ժողովուրդը պետք է սրտատրով, խիստ անհանգիստ սպասի վաղվա օրվան եւ Աստծուն թերևս աղոթի ու հույս ունենա, որ չի լինելու սև հունիս 20։ Պարոն Մանուկյան, այս այցի նախօրեին արդեն 3 ադրբեջանական կողմը նորից էր խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, այդ պահանջը Հայաստանի կողմից կատարելու մասին եւ նորից էր խոսել իբրև թե ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր, սա իհարկե ճակերտների մեջ վերադարձի մասին։ Մենք կարող ենք հիմք ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը Անկարայում վաղը գրավոր բանավոր փոխըմբռնման կգա կամ արդեն եկել է կգնա կհավաստի Էրդողանին, գուցե նաև Ալիևին, որը ինչպես հիշատակեցիք այնտեղ է գտնվում, եւ ինչ որ մի թուղթ կփորձի ստանալ դրա դիմաց։ Գուցե այդ խոստումները կատարելու մասին այս փուլում մենք չիմանանք, գուցե դա հետո բացահայտվի։ Մեզ համար ամենակասկածելի եւ ամենավտանգավորը հենց դա է, որովհետեւ իրականում ինչ է կատարում, այն փաստաթուղթը, որը Ադրբեջանի հետ համաձայնեցված է, այնտեղ այո կան վտանգավոր կետեր, 1-2 կետ։ Բայց մնացյալ փաստաթուղթը ինքը դիվանագիտական ձևակերպումների մի ամբողջ համակարգ է։ Այն բոլոր պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, սահմանադրությամբ փոխել 300,000 ադրբեջանցիների այստեղ տեղակայել, Միսկի խումբ լուծարում, այդ բոլորը այդ փաստաթղթի մեջ չկա։ Սրանք էլ առանձին են։ Եթե նույնիսկ այդ թուղթը ստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, դա ուղղակի թուղթ է, պարզ, այսինքն երկու աֆրիկյան երկրներ մոտավորապես նույն տեքստը կգրեին։ Վտանգավոր են մյուս պահանջները ադրբեջանական, ինչ ձևաչափով, ինչ ֆորմատով է Նիկոլ Փաշինյանը տալու համաձայնություն, օրինակ նույն Մինսկի խմբի լուծարումը, սկզբից խուսափում էին դրա մասին խոսել, հետո հրապարակային ընդունեցին, որ պատրաստ են լուծարել, հիմա էլի փորձում են այդ իրանց բարաթը, որ կա, ժողովրդին խաբելու բարաթը հայ-ադրբեջանական այդ համատեղ փաստաթուղթը, փորձում են փոխկապակցել դրան, քանի որ այդ փաստաթղթի ստորագրումներ որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Այդ թուղթը այս իշխանության համար ունի լոկ նախընտրական պաստառի իմաստ։ Դա Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ կապ չունի։ Եվ ի վերջո հիմնական վտանգը որ կա, այդ փաստաթղթով արձանագրվելու է Արցախից փաստաթղթային ձևով հրաժարումը, այդ փաստաթղթով ներքին լուրջ ասեմ ռեպրեսիաների դուռը բացելու Հայաստանում, որը սկսվել է, որովհետև ցանկացած դեպքում Արցախի ինքնորոշում, Արցախի այցան վերադարձ ձևակերպումները լոկ արդեն կարող են դառնալ քրեական հետապնդման նյութ։ Այստեղ ամենավտանգավոր այն բոլոր պայմանները, պահանջները, որ կա ադրբեջանական խոսույթում, որոնք ավանդաբար ես երկիր մեդիայի խմբագիր եղած տարիներին 10 քանի տարի, 19 տարի, միշտ մեր լրատվականում կային մի քանի հատ, այսպես ոսկե օրենքներ։ Հողում չանել ադրբեջանական, նախկինում այդպես էր բոլոր լրատվամիջոցները։ Բայց հիմա իրականում ցավոք սրտի կյանքը ցույց տվեց, որ 1, 2, 3 ադրբեջանական հայտարարություններ հետո այլևս կրկնվում են հայկական կողմից եւ հաստատվում են հայկական կողմից։ Եվ գետնի վրա իրականություն են դառնում։ Եվ իրականություն են ցավոք սրտի դառնում։ Պարոն Մանուկյան, այսինքն Նիկոլ Փաշինյանը, ինչպես դուք ձևակերպեցիք, գնում է Անկարա հայ ժողովրդին խաբելու բարաթի հետևից։ Այդ բարաթը ստանալու համար Էրդողանին համոզելու, որովհետեւ բնականաբար Թուրքիան եւս ունի իր ազդեցությունը Ադրբեջանի հարցում։ Եվ նաեւ
այն բոլոր պահանջները, որ Թուրքիայի կողմից կան հայկական կողմին, տասնամյակներով որ եղել են, այդ պահանջներին բավարարում տալու։ Դրա համար եմ ասում, սարսափով պետք է սպասել վաղվա օրվան, կարող են լինել հայտարարություններ, կարող են լինել ինչ-որ ստորագրություններ, որոնք անշրջելի իրենց վտանգավոր ու բացական հետևանքներն են ունենալու հայ ժողովրդի համար, որովհետև գրկում եմ ոչ թե Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, որովհետև դիցուք նույն հայոց ցեղասպանության հարցը դա Հայաստանի Հանրապետության հարցը չէ, լոկ։ Հայոց ցեղասպանության վերապրած համահայկական սփյուռքի հարցն է որպես անհատական, խմբակային, ի վերջո նաև ազգային առումով։ Եվ որպես ցեղասպանության հետևանք ի վերջո ձևավորված սփյուռքի։ Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդանում էլի մի վտանգավոր հայտարարություն արեց, չնայած դա նորություն չէ։ Դե ստիպված եմ, որովհետև մասնագիտական, այսպես ասած, պարտականություններից ենթադրվող է, նա ասաց, որ ինքը իրականում Հայաստանի վարչապետի լիազորություններն ամբողջությամբ ստանձնել է, էլի մեջբերումը բառացի չէ, միայն Պրահայում Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո, այսինքն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, ասում են նախկինում ոչ ոք չէր ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կանգնել էինք ըստ նրա փաստի առաջ, որ մեր գործընկերները դա չէին անում, ու ինքը այդպես փաստացի արեց դա ու ստանձնեց այս հայտարարությունը այդ այցին ընդառաջ եւս մի հավաստիացում ուղերձեր առ Բաքու եւ Անկարա։ Չես էլ հասկանում, այդ բանը ամեն ցնորական այդ մտքերի շարադրումների այնքան արդեն հայտարարություններ են լսել Իրանից, որ մարդիկ խճճվել են էլ մեր չէ։ Հիմա մի օր հետո կարող հակառակ ասի, երես չունի, աներես մարդուն ինչ։ Այսինքն մինչև դա ինքը լիարժեքորեն չէ, ինքը բավականին Էրդողանի բարեգտությունն արժանանալու բավականին մեծ թղթադրարով է գնում։ Հայ առաքելական եկեղեցու դեմ է պայքարում, համատարած, փորձում է արմատախիլ անել, փորձում է ուժասպառ անել, ազգային կառույցների ինստիտուտի դեմ է պայքարում, բանակի դերի կարևորության հեղինակազրկման գործն է հաջողել, ինքան կա արցախահայության իրավունքներն է ոտնարում, ամեն ինչ արեց, որ թույլ չտա, որ Արցախի հանրապետությունը նախագահ ընտրի, այնքան շարք կա, այս ամբողջը, դե Արարատի, որ Էրդողանին երևի մի հատ արագատի նկարա տանելու, որպեսզի ասի, ես էլ քեզ արագատի նկարը, որ իմ նվերը ես էլ։ Երբեմն տպավորություն է, որ ձեռքին ճար լինի, պարոն Մանուկյան, մի պատեր կշարի, որ վաղը հետո արագատի նկարը տանի, հա։ Բայց կարող է լսի, հուշում արեցիք։ Պարոն Մանուկյան, ինչ է կատարվում ներքին օրակարգում, ինչու է այս հակաեկեղեցական արշավը թափ հավաքել հենց այս փուլում, թափ հավաքել, որովհետև սա առաջին փորձը չէ, կարող ենք ասել հաջորդ հերթական ռաունդն է, եւ փաստորեն եկեղեցու օգտին հայտարարություն արված անձնավորությունը գործարարը նույնպես դարձավ թիրախ ու գիտենք թե ինչ է կատարվում այս օրերին Սամվել Կարապետյանի շուրջ։ Գիտեք, մի ուրիշ փաստի վրա, մի ուրիշ երևույթի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ ՔՊ-ի падգամավորների լուրջ ՔՊ-ի падգամավորներ, կարծեմ երեք Ագնեսաներ Խամոյան, բանով էլի հոգու ճիչով, լավ դուք պաշտպանական բնած չունեք, այսինքն մի հատ խորացեք թե ինչ է կատարվում, ինչ է կատարվել այս տարիներին։ Այս բոլոր ՔՊ-ի падգամավորները հպարտացել են Արցախով, նկարներ են դրել, իրենց հայրենիքներ, չէ՞, նկարներ են դրել, էս են արել, էս են արել։ Մեկ էլ մի օր հելել է Նիկոլ Փաշինյանը, ասել է Արցախ հայկական չի։ Այս բոլորը նույն այդ դեմքի լրությամբ Արցախ հայկական չի։ Նայեք, մի քանի ամիս առաջ Մյուրոն օրներքն էր։ Մայր աթոռում հազարավոր ուխտավորների, հավատացյալների մասնակցությամբ Մյուրոն օրներք է։ Եվ իդե ինտրիգ կար, արդյոք
Մայրաթորը հրավիրելու է իշխանության ներկայացուցիչներին, թե ոչ։ Մայրաթորը հրավիրել էր բոլորին։ Եվ ես եմ տեսել ինչ լրջությամբ ԿՊ-ի պատգամավորներ, ազգային ժողովի փոխնախագահ, նախարարներ եկել էին Մայրաթոր։ Այսինքն դրանցից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանը մինչև այդ եկեղեցական կանոնագրքերը երևի չէր կարդացել կամ դրանց մասին չէր լսել։ Եվ որևէ մեկի մտքով անգամ չի անցնի այդ ժամանակ, այն ինչ որ իրանք անում են։ Դեռ ավելին, Սամվելը Կարապետյան ներկա էր որպես մեծագույն բարերար է վերաշինման աշխատանքների հարգանքով բանով բարոյցես պարոն Կարապետյան ոնց եք ոնց եք Այսօր ձեր պատգամավորը Աննա Գրիգորյանը ձայնագրություն փողերը ներդրել Հայաստանում մեկ է Նիկոլը այսինքն մինչև 3 առաջ օրը մինչև Սամվել Կարապետյանի մասին Նիկոլի գրառումը չկա որևէ հայտարարություն որ ԿՊ-ի պատգամավորներից որևէ մեկը Սամվել Կարապետյանի մասին Այսինքն դուք լսել եք որ Հայաստանում էլեկտրական հոսանքների անջատումների այդ խայտառակ վիճակն է բան Վերջին շրջանում բայց Սամվել Կարապետյանով պայման չէ իրականում այդ որպես ռուսական կապիտալ Մեկ էլ Նիկոլը մի օր ասեց եկեղեցում այս կանոնագրային հարցերը կան մեկ է բոլորը դառան աստվածաբան ու եկեղեցու ռեֆորմներ իրականացնեն որ այսինքն ահավոր է Մեղքս գալիս է։ Գիրքը ձեռքին գնա խորհրդարան, դա պատկերացնելու գիրքը ձեռքին ես մեկ տանեմ, գրքեր տալիս եմ իրան։ Չէ, ինքը երկու հաստափոր գիրք, ասում էր եկեղեցու կանոնագիրքն է, ցույց էր տալիս լրագրողներին։ Դա է ամենաահավորը։ Ինչ վերաբերվում է եկեղեցու դեմ հարձակումներին, սա պատահական չի, սա չի վերաբերվում եկեղեցու կանոնակարգերին, սա նաև անձամբ վեհապարի որքան էլ որ վեհապարի դեմ է, բայց ոչ միայն վեհապարի անձով է պայմանավորված, այլ ամբողջ հայ առաքելական եկեղեցու։ Համակարգի, կառույցի դեմ, որովհետև դեռ տարիներ առաջ ենք ուշացել, որ հատիկ հարցակվում է բանակ, ազատամարդ, դաշնակցություն, ավանդական կուսակցություններ, ազգային ուժեր, եկեղեցի, ընտանիք, երեք Սերգեյ Բակրատյանը չհասկացա միամիտ լեզվից ով էր քաշել, որ անկեղծ ասեց։ Եկեղեցին կար ցուցակում, որ պետքա բարեփոխեինք, փոխեինք։ Ուղղակի իրանք հերթի մեջ առաջ ընկան իրանք տանելով։ Այսինքն ցուցակ է եղել։ Ցուցակ հիմա չեմ ասում 1 2 3 գրած, բայց իմը տեղ են ունեցել տարբեր փուլերում հարձակումների։ Ես պատասխանում եմ, ասում Աբրես կարող է պատժեն դրա համար, բայց ասում պատճառը թե ինչի է եկեղեցին հերթից առաջ ընկել, որովհետև մեկ շաբաթ առաջ, 10 օր առաջ Շվեյցարիայում Մայրաթորի կազմակերպման վեհապարի ներկայությամբ, պարան վեհապարի հերավար մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի պատմական հուշարձանների պղտման եւ այլն պաշտպանության միջազգային համաժողով, որը զայրացրել է բնականաբար եւ Անկարային եւ Բաքվին։ Եվ դրա իբրև արդարացում որ ես կապ չեմ ունեցել 1 եւ ես սրանց փորձելու եմ պատժել 2, որը իդեպ Ադրբեջանի հետ կնքված համաձայնեցված փաստաթղթի դրույթներից մեկն է, որ պետք է բացառել նման երևույթներ երկու երկրներում, բայց միշտ էլ գիտենք որ այս տարիների ընթացքում ինչ որ համաձայնումներ դա վերաբերվել է միայն Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ գալով Սամվել Կարապետյանին ունի մի քանի երես։ Նախ բանա այդ Նիկոլ Փաշինյանի պահի տակ այդ բռնկումները թերևս մի ժամ մտածեր հետո գրեր, միգուցե շատ ավելի ուրիշ ձև լիներ։ Այստեղ էլ ուրիշ այդ թութակի պես ամեն ինչը նույնպես Վախը չի կարողանում կառավարել պարոն Մանուկյան։ Վախի հարցն է, որովհետև նկատի ունեք Սամվել Կարապետյանի անձը, հեղինակությունը, շրջանակը, ֆինանսական միջոցները, միանգամից այդ վախը ընկավ սիրտը, ոնց որ Դաչեքում, երբ որ դվիրում հրավառություն էր եղել, վախեցել էր, դրանից հետո իր անվտանգության պետին ազատեց պաշտոնից։ Կամ մյուս երեսը շատ հեզասա ձեր հիշատակած հայկական էլեկտրական ցանցերի պետականացման, ազգայնացման հարցն է, որովհետև ռուսական կապիտալ է։ Եվ շատերին գաղտնիք չի, որ
տևական ժամանակ պայմանական գնորդներ էլ կան լրիվ այլ երկրներ։ Թուրքիայից այդ մասին գրվեց։ Չէ, ես պատասխանատու մարդ եմ, էլի, այդպես բաներ չեմ անում։ Չգիտեմ ինչա գրում մամուլը, ես մամուլի վրա Պարոն Մանուկյան, շարունակեմ եւ այս առումով ոչ միայն հետի դեպքում, շատ ռուսական ընկերությունների դեպքում նկատելի է տարբեր դեպքերում հակառուսական բաներ կան։ Եվ վերջապես ամենակարևորը փորձում է վաղ սերմանել հասարակության մեջ։ Պարզ քաղաքացինոց մորը Սամվել Կարապետյանի որոշի բռնեց, մենք ով ենք։ Բայց որպեսզի պատկերացնեն, թե ինչ խայտառակ պետական համակարգ է, ախր գիտեք զարմանում եմ այս պաշտոնյաների վրա, որ վիզները ծառած մի բան անում են, չեն մտածում, որ վաղը քաշվելու է, օրինակ այդ սննդի անվտանգության տեսչության պետը մի քանի ամիս առաջ գնացեք կոտորում էին գումի շուկայի մսավաճառների։ Երեք Գառնիկն ասեց, իսկ հիմա ուր են նա։ Ուր է այդ պետը։ Շփալով հանեցի ոնց որ քրեական գործ են ուզում հարուցել։ Եվ ամենաբարձրաշրջան իրավապահներին։ Հիմա Սամվել Կարապետյանի հարձակման հետ զուգահեռ մեկ էլ պարզեց սննդի անվտանգության տեսչությունը, պարզեց, որ բոլոր տաշիրպիցաները ահավոր վիճակի մեջ են։ Ենթադրում եմ այդ գործընթացին զուգահեռ այս իշխանության սիրելի օլիգարխներից մեկը, որ հիմա փտտում է, ծաղկում է, զարգանում է, մեկ է որոշի, որ սուպերմարկետների բանին զուգահեռ նաև սննդի կետեր պետք է բացի։ Ամենևին բացառված չէ։ Պարոն Մանուկյան, հեծի ազգայնացման տակ Նիկոլ Փաշինյանը փաստորեն արձանագրում են, որ փորձում է ռուսական կապիտալի խնդիրը լուծել Հայաստանում, եւ մյուս կողմից սա մի հարց է, որը ուղղակի չափազանց ցավոտ կարող է լինել հայ ժողովրդի համար, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի դրա հնարավոր բացասական հետևանք կարող է իր վրա զգալ, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի այդ ըստ էության հակասահմանադրական գործընթացը իրականում իրականացնել, որովհետև կարգավորումներով առհասարակ կառավարությունը ոչ մի լիազորություն չունի նման միջամտությունների։ Այսօր իշխանականները փորձում են մեր քննադատությունները ներկայացնել, թե մենք խոշոր կապիտալի պաշտպաններ ենք, ոչ Սամվել Կարապետյանի մազգականն է, ոչ բարեկամն է, ոչ էլ մասնաբաժին ունեմ այդ հեծերից։ Ես մտածում եմ, որպես այս երկրի պատասխանատու քաղաքացի, որպես ազգային ժողովի падգամավոր, որովհետև հեծի վրա հարձակումը արդեն վնասը կա։ Արդեն վնասը կա ներդրումային դաշտի առումով, որևէ մեկը այս խելագարի դեպքում միտք չի անի Հայաստանում մի լումային ներդրում։ Առանց այն էլ ներդրումներով երկիրը աչքի չէր ընկնում։ Որ ներկայացրեց նախորդ տարի ու այս տարվա ահռելի տարբերությունը ուղղակի ներդրումների։ Երկրորդ հարցը կա։ Այդ նորից ԿՊ падգամավորներին վերադառնամ։ Հայտարարել է, որ արդեն օրինագիծը բերել եկել ազգային ժողով։ Ազգայնացման։ Ազգայնացման։ Ես էլ ինձ էլ զանգել հարցում ինչ նախագիծ, ինչ նախագիծ, գիծ չէ, ինչ նախագիծ։ Պարզապես ես չէի, այդ մարդիկ գիծ չէի։ Գիժը ուրիշներ։ Այսօր ձեր գործընկերը մեկ այլ լրատվամիջոցից ռեպորտաժ արել, պարզապես ԿՊ-ի ոչ մի падգամավոր խաբար չի այդ հայտարարությանը։ Նախագծի մասին։ Նախագծի մասին։ Օ, թիմեշ կրակել է։ Չկա նախագիծ։ Չէ, մեկ ուրիշ ձեր գործընկեր լրատվամիջոց։ Այսօր պարզել է, որ 21 թվականին կառավարության համաձայնությամբ այդ կարգավորող հանձնաժողովի թույլտվությամբ հեծը իր ունեցվածքը հեծը գրավադրվել է մի քանի միջազգային բանկերում մոտ 125 միլիոն դոլար վարկ վերցնելու վերազինման համար վարկ վերցնելու, այսինքն ամբողջ հեծը գրավադրված է։ Հիմա եթե ազգայնացնեն այդ ամբողջ վարկերը պետքա պետությունը վճարի, այդ ազգայնացում չեղավ, կամ ոնց է լինելու այդ ազգայնացման գործընթացը, ի վերջո դա հեշտ բան չի։ Եվ միջազգային ներդրողի հետ գործ ունենք։ Լինելու են դատական քաշքշուկներ, վերջում բյուջեից վնասի փոխհատուցումը վճարվելու։ Օրինակ, չէ՞ որ սանիտեկի հետ դատական քաշքշուկ շարունակվում։ Ամուլսարը ինչ խայտառակ օրինակ է։ Ամուլսարը դա այն մսխված փողերն են։ Ոչ մեկ հիմա չի էլ հիշում, այդ որ սա որ խոսում են, ուր են միլիոնները վերադարձում ենք 500,000 տվեցին Լիբանանյան անհայտ կազմակերպության փորձաքննություն անի։ Բոլորին էլ պարզ էր, որ Ավիրյան Տիգրանի գրասենյակի
որոշ մարդկանց հետ կարող է նաև փոխկապակցություն լինել։ Ամուլսարի այդ միլիոնները, որ չեղան, այդ ամբողջ խայտարակությունը, Հայաստանի հեղինակազրկումը, հետո ստիպված կառավարության միջոցներով ներդրեցին։ Պարոն Մանուկյան, ամփոփելով այս ամենը, նորից վերադառնանք տարածաշրջանային կոնֆլիկտին ու շատ ցավոտ ու երևի թե adekvat իշխանություն ունեցող որևէ երկրի համար անպատկերացնելի իրականությանը, որ մենք ներսում այսօր ունենք։ Ի վերջո, ոչ մի երաշխիք չկա, չէ, որ այդ ալիքը չի հասնելու մեզ անմիջականորեն ու ոչ մի երաշխիք չկա, որ մի X պահի իսկապես այն բոլոր սպառնալիքները, որոնց մասին տևական ժամանակ ահազանգում էին վերլուծաբանները, քաղաքական գործիչները, այդ թվում նաև դուք Սյունիքի գլխին կանգնած, կարող է իրականություն դառնալ։ Չէ, բայխուշ չեմ, հետո կմեղադրեմ, թե ուզում եք։ Իրեք ամենահավորը այս պատուհասն է եւ որոշների կողմից իրավիճակը ճիշտ չգնահատել է, նայեք, նորից եմ ասում, այսօր այգեն մեր պատգամավորների խոսություն կար, պատերազմից 5 պակաս է, դուք ինչով եք զբաղվում։ Մեկ փորձեցին մանիպուլացնել, այդ ձեզ ասել են, որ պատերազմ է, տավոտկա եք տալիս, որ պատերազմ է, երբ որ բացատրում են լսի, քթներիս տակ հրթիռները թռնում են, արդարացում է եղել է Նիկոլ Փաշինյանը այսօր աշխուժ ընկա, որ Հայաստանի երկնքով հրթիռ չի անցնում։ Երջանիկ ենք։ Այս վիճակում, այս խելագարությամբ զբաղվելը, տեսեք, ախր ինքը նույն խմբագրի հոգեբանությամբ է, այսօր տպա վաղը ջանդամ կմոռանա։ Հիշում եք 20 թվականի հունվարին Իրաքում սպանվեց Սիրիայի կարևորագույն դեմքերից մեկը։ Ոչ միայն ոչ միայն Իրանի, այլ նաև տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի եւ Արցախի առումով։ Ցավոք շատ էլ փակագծեր չեն կարող բացել Սլեյմանը, որը աշխարհը բերեց էլեկտրականացած վիճակի։ Ու սկսվեց այդ կետից այս process-ները։ Ու ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, հելավ սարերից մեկից խաղաղության կոչ արեց Ամերիկային ու Իրանին։ Սարի գլխից ալպինիզմով զբաղվում խաղաղության կոչ արեց։ 20 թվականի հունվարն էր։ 20 թվականին շատ արագ փոփոխություններ եղան Արցախյան ուղղությամբ։ Շատ արագ սիրիացի իսլամականներին Թուրքիան տեղափոխեց Ադրբեջան, բազաներ ձևավորեց իսլամականների, բազմաթիվ այլ փոփոխություններ։ Մենք մի անգամ ասել եմ, մենք գործ ունենք մի մարդու հետ, որը նման է այն Չուկչային։ Չուկչան նստած ձեռնառումբը գրանատը հետ խաղում, ասում են, լսի, ասում են, էսի կպայթի, ասում են, Չուկչանը հիմար չի, էլի ունի։ Ցավալի ավարտ է, պարոն Մանուկյան, բայց մի հարց էլ ուղղեմ, ձեր խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի վրա է հարձակում եղել կոտրերեն ապակիները եւ հայելիները, այստեղ ինչ որ կասկածներ կան, Գառնիկ Դանիելյանը երեք բավականին սուր ելույթ ունեցավ Գառնիկը ոստիկանությանն է դիմել, թող պարզեն, բայց մի երևույթ խոսուն է, այսինքն նույնիսկ եթե քաղաքական տարը չկա, ինքնին փաստը, թե ինչ բարձի թող վիճակում է երկիրը, կրիմինոգեն վիճակը ինչպիսի, հանցավոր վիճակը ինչպիսին է, մենք օր չկա աստերից չենք բացում 14, 15, 16, 17 տարեկաններ իրար դանակարում են։ Գիտեք, ես երկու օրը ես կյանքումս այդքան ոստիկան մեկ է դիմադրության շարժման ժամանակ էի տեսել։ Նայում ես պեղքտ էլ գալիս են, կարույրս են բերետավորների մասը չեմ, մարզերից բերել են, 3 դատարանի առաջ Այս տեսնում ես գնում են խանութից մի կտոր բան են առնում, բերում ուտում են, այդ արևի տակ, այսինքն բանա, ահավոր է։ Իրավապահներին Գառնիկը դիմել է, երեք շատ տաքացած էր խոսում, չգիտեմ։ Գուցե դրա հետևանքներ, հա։ Տեսնենք։ Շնորհակալ եմ վերլուծության համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Հարցազրույցին սպասեք վաղը։